Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են Ալին խոտը հարալım, կաննը թազա կարալım Ալին խոտը հարալım, կաննը թազա կարալım Անդերնիկա խարտնայլալ, զոր շիլակո պիրալım Երկր բազեն աղգացին, կավին տեղը կաղգացին Երկր բազեն աղգացին, կավին տեղը կաղգացին Որպես այդպիսին վկայություններ կոնկրետ չկան, բայց շատ հինագյուղ է։ Մենք ունենք 5-րդ դարի եկեղեցի, Քարակոպը Խոտակերացը, որը վկայություններով 5-րդ դարի է ու ինքը 9-րդ դարում Շոշանիկ իշխանուհին Սմբատ իշխանի պատվին վերանորոգել է։ Մենք ունենք սահմանին մոտ 400 հեկտար հարթարածություն։ Այն ժամանակ ուժեղ խնձոր է շատ եղել, ցորենի արտադրություն է եղել, գյուղատնտեսությունով, անասնապահությունով մոտ 8000 գլուխ մանր եղջերավոր անասուն ա եղել, 5000 գլուխ խոշոր։ Խաղող ունենք ու Խաչիկը միակ տեղն է, որ խաղողը այս բարձրության վրա աճում է։ Հենց հիմա մենք գտնվում ենք 1850 մետրի վրա։ Ու այս բարձրության վրա միշտ ասում են, էլի, գիտնական մասնագետներն էլ, որ մանավանդ նախկինում դեպի կլիմայի փոփոխություն կա, նախկինում այս բարձրության վրա մենակ Խաչի գյուղում ա եղել, որ խաղողը տենց մինչև վերջ հասել է։ Գաթայի ամենամյա մեծ փառատոնն ունենք, սեպտեմբերի 3-րդ շաբաթն ենք անում, ամենամեծ գաթան է, կլոր, ամենամեծ, այս տարի 4 մետր 48 սանտիմետր։ Մենք կոչվում ենք հին հայեր, հենց դրա համար ենք կոչվում, այսինքն մնացել են քարանձավները, բանը բաղկվել մնացել են, եկվորներ չկան։ Խաչիկ անունը մի քանի վկայություն կա, մենք ունենք Խաչիկ Վարդապետ, որը հենց մեր Քարգոփի եկեղեցու դիմացն է իր գերեզմանատունը, քարը։ Խաչիկ Վարդապետի անունով են ասում են, որ կոչվել է։ Մի ուրիշ բանում վկայությունում կա, ասում են Պարսից շահի ամառանոցն ա եղել, Պարսից շահի որդու Բազեն բարձրացել է օդ չի իջել ու Խաչիկ անունով մեկը իջացրել է, այդ իր անունով գյուղը կոչել են։ Դες տարբեր վկայություններ կար։ Աշխատում ենք դպրոցի հետ, դպրոցում մեր բուժքույրը նաև աշխատում է դպրոցում, կցված է դպրոցում, ամենօրյա այցեր իրականացնում եւ վերահսկում է հատկապես լուծանչարական հիվանդությունների տարածման այդ սեզոնին ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում։ Դիաբետիկ հիվանդների հսկողությունների մենք ենք հիմնականում իրականացնում, իրենց դեղերը ստանում են առողջության կենտրոնից։ Բարբերաբար մենք դպրոցի երեխաների հետ անց ենք ասում նման դասընթացներ, ինչպես նաև այդ դասընթացները անց ենք ասնում տարբեր կազմակերպություններ, օրինակ Կարմիր խաչ, հայկական Կարմիր խաչի ընկերությունը կամ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից։ Ըստ ինձ այդ գիտելիքները պետք է ունենա յուրաքանչյուրը, կապ չունի նա սահմանի վրա ապրում կամ քաղաքում ապրում, նա դպրոցական ամենահասակ է, զինվորական է կամ այլ մասնագիտության անձինք, որովհետև կարող ձեզ հետ էլ պատահի փողոցում ինչ-որ մեկին օգնություն ցույց տաք եւ այդ ժամանակը, այդ րոպեները լինեն շատ թանկ։
Խորոդի ջան խորոդի Ուդոդիգներ ամբիգուլա Խորոդի ջան խորոդի Դուլանուշիս կանցմանուշակ Խորոդի այ խորոդի Իկամ ծարդուն դարնամշակ Խորոդի ջան խորոդի Իկամ ծարդուն դարնամշակ Խորոդի ջան խորոդի Մենք յուղում դպրոցում էցել ենք 1800 թվականների կեսից, 1886, եթե չեմ սխալվում, եւ հիմնել են հենց գյուղացիները իրենց ուժերով, մեկը մի կաթնամթերքով, մեկը միս տալով, մեկը ուտելիք տալով, մի խոսքով ունեցել ենք այստեղ Սարգիս անունով ուսուցիչ, որը հիմնել ու շարունակական կրթություն է եղել։ Ու մինչև այսօր, պատկասնում եք 1800 թվականներից, մինչև այսօր Խաչիկը ունի դպրոց։ Խորոդի այ խորոդի Խորոդուն ջեն հստանացի Այս եկեղեցունքից, այսպես քարից, ցեխից պատրաստված փոքրիկ ինչ-որ մի շենք են կառուցել, շենք էլ չի կարելի ասել, այսպես խրճիթ էլի, հետո կառուցել են յուղի ներքևի հատվածում, արդեն ամեն մեկը ինքը գումար է տվել, գյուղացիները գումար են տվել եւ կառուցել են մի փոքրիկ դպրոց։ Ունեցել ենք մենք այստեղ նորից դպրոց, արդեն Քարակերտ, Տուֆակերտ, սա մեր դպրոցն է, այս ասում ենք հին դպրոց, որովհետև ինքը պատրաստված էր ցեխից, քարից, չնայած այստեղ մենք ունեինք գրադարան, լաբորատորիաներ։ Սա նոր դպրոցն էր, որտեղ կոնկրետ ես եմ դպրոց գնացել եւ այստեղ սովորել եմ 2 հարկանի դպրոց էր, յուղը մեծանում էր եւ երեխաների թիվը շատանում էր, հետեւաբար այստեղ չէին կարող երեխաներին շարունակել կրթել, արդեն երկրորդ հերթ էր գալի, արդեն դասարանները A, B-ային, որը ցավոք այսօր մենք չունենք, եւ որոշվեց կառուցել նոր դպրոց մոտավորապես 400 երեխայի համար։ Այո, եթե դուք շատ դպրոցներ գնացել եք, ապա համեմատեք կտեսնեք, որ մենք իրոք ունենք հագեցած դպրոց։ Թվային արժեքներով, երբ որ գումարում եք իրեն, ստացվում է 4, բոլորի դեպքում են, այսինքն թվերը գումարում ենք այնքան, մինչև ստանում եք միանիշ թվեր եւ այդ թվերը իրենք ըստ աստվածաշնչյան, նաեւ ըստ այդ ժամանակվա մեկնաբանությունների խորհրդանշել են հենց դրանք։ Հորական տանը 2 ընտանիք ենք ապրում, 10 հոգի ենք։ Հա, պապան, մաման, իր 2 տղաները, 2 հարսները, 3 սերունդ ընդ ապրում ենք։ Մտածեցինք, որ արդեն մենք մեր բնակարան ունենանք։ Ծոյնի ալը քաղեցի, մանգաղը ես սրեցի, ծոյնի ալը քաղեցի, աղջի ջերմակ ջագատի, ոսկիները շայեցի, ոսկիները շայեցի, աղջի ջերմակ ջագատի, ոսկիները շարեցի, ոսկիները շարեցի, Իրավջի գնորի մեզ, մի կղանացանի մեզ, Նա 23 թվականից արդեն նոր կառուցված նորակառույց մանկապարտեզն է, հագեցած բոլոր անհրաժեշտ բարագաններով, ամեն անհրաժեշտ իրերով եւ գործում է շատ նորմալ պայմաններում։ Հիմա ցավոք սրտի մեր ընդամենը մեկ խումբը ելնելով երեխաների թվի քանակից։ Փոքրաթիվ են 22 երեխա են գրանցված։ Yarimo, yarimo, chiru chami chuharumar, uharumar. Yarimo, yarimo, ertam kagim vartman ushak, vartman ushak.
17 թվականից եմ որպես մշակութային միջոցառումների կազմակերպիչ, բայց 2007 թվականից Պարի խումբը գործում է գյուղում եւ մինչեւ այսօր ակտիվ գործունեություն է ծավալում։ Պարի խումբ հաճախում են մոտ 40 երեխա, 3 խումբ տարբեր տարիքային խմբեր են եւ գյուղի ոչ միայն գյուղի միջոցառումներին են ակտիվ մասնակցում, նաեւ մասնակցում ենք համայնքի բոլոր միջոցառումներին։ Գյուղում կազմակերպվում է եւ ծիսական միջոցառումներ, Պարի խմբի հիմնական կորիզը շեշտը դրված է ազգային պարերի վրա։ Երեխաները ոչ միայն հաճախում են այստեղ, սովորում են ինչ որ շարժումներ, այլև ծանոթանում են հենց հայկական մշակույթին եւ ավանդույթներին։ Նաև ավելացնեմ, որ նախատեսվում է մեծերի խումբ առանց տարիքային սահմանափակումների, հնարավորություն են ձեռնվում նաև մեծերին, որպեսզի գան այստեղ մշակույթի տանը սովորեն այն պարերը, որոնք վաղուց դեռ իրենց համար սիրված պարեր են եղել։ Սովորեցնում եմ Մարաշի ասեղնագործություն։ Մարաշի ասեղնագործությունը ունի գաղտնիք, որը տենց անզեն աչքով չես կարող նայել ու սովորել։ Անպայման պետք է իր գաղտնիքները իմանաս։ Պարի շորերի վրա ենք ասեղնագործում, տարազների վրա։ Խաչի գյուղից հնարավոր է լինի բրենդեր Մարաշի ասեղնագործությունով։ Հիմա գտնվում ենք Խաչիկի այցեքարտերից մեկի մոտ, Քարակոպ կամ Խոտակերած վանքում։ Վանքը ունի երկու անուն, երկուսն էլ շատ կարևոր ու հատկանշական անուններ են։ Քարակոպ, քարից կոպված, հիմա շատ լավ երևում է, որ ամբողջը խամ քարերից բարբառով, խամ քարից ստեղծված այս վանքը եւ Խոտակերած վանք, ինչի Խոտակերած վանք, որովհետեւ հին ժամանակներում վանքի մոտակայքում եւ վանքում եղել են ճգնավորներ, որոնք բնակվել են վանքում, սնվել են այս տարածքի խոտաբույսերով ու դրանից առաջացել է Խոտակերած վանք։ Խոտակերած վանքը 5-րդ դարի կառույց է, 735 թվականի
ավերիչ երկրաշարժից հետո վանքը ամբողջությամբ կարելի է ասել փլվել էր ու Սյունած իշխան Աշոտը վերակառուցել է վանքը, իսկ Աշոտի մահից հետո նրա այրին Շուշանիկը վանքը նորից ստեղծել է, դա էլ եղել է 910 թվականին, վանքը իրականում շատ փոփոխված է, հին ժամանակում վանքը ամբողջը այս տարածքում է, սա Շուշանիկի կառուցած վանքն է ու սեպագրություն կա անգամ վանքի ճակատային հատվածում Շուշանիկից թողնված, շատ մարդիկ դեռևս չեն կարողացել կարդալ։ Խաչքար մենք բարբառով նաև կամ ընդհանուր ասվում է նաև պորտակար։ Պորտակարը մի փոքր ներքև է, կարող ենք այնտեղ էլ այցելել, տեսնեք ու հետաքրքիր է էլի, որ ամբողջ Հայաստանի տարածքում ընդամենը եղել է 7 պորտակար, որոնցից մեկը հենց Խաչիկում է տեղակայված եղել։ Շանթարկել է ինքը եղել, այսինքն հիմնականում Խաչիկում կայծակներ շատ են եղել, իսկ այդ պորտակար ասվածը ամբողջ կայծակները վերցրել է իր վրա։ Հիմա մտնենք եկեղեցի։ Նշեմ, որ վանքը գործող վանք է, այստեղ հիմնականում նաև եղել է խաղող օրհներգ, ամբողջ գյուղը հավաքվել է այստեղ ու խաղող օրհներգը նշել ենք այս եկեղեցում։ Պատարակներ շատ հաճախ չէ, բայց լինում են եկեղեցում հենց այստեղ, Խաչիկից ու հարակից գյուղերից հյուրեր ենք ունենում, պատարակը մատուցում է Տեր Հովհաննեսը։ Նշեմ նաև, որ Շուշանիկ Թագուհու այսպես խորհրդակից քահանան եւս Տեր Հովհաննեսն է եղել եւ շատ հետաքրքիր է, որ հիմա էլ մենք ունենք Տեր Հովհաննես, որը թե Քարակոփի եւ թե մեր Սուրբ Աստվածածին եկեղեցու համար պատարակներ ու նման ծառայություններ է մատուցում։ Ճիշտ է, գմբեթ չունենք, բայց դա կարծում եմ չի խանգարում, որ պատարակներ այստեղ լինեն։ Jan Maro Jan Kesirelem Keskarne Jan Yaro Jan Jan Maro Jan Kesirelem Keskarne Ընդհանրապես ես այդպես մտադրություն չեմ ունեցել։ Իմ կիսուրս 1960 թվականին այս տարածաշրջանում առաջինը թանգարանը հավաքել։ Այսինքն մարդկանց տներում ինչը որ արդեն համարել են, որ զարգացումը ապրել իրանց պետք չի, բոլորը բերել են, տվել են Երանյակ Պետրոսյանին։ Այս կինը արժևորել է ամեն ինչ, ամեն մի մանրուք, անկախ նրանից դա արժեք ունեցել է թե չէ, ուղղակի հավաքել է, բայց նրանց ինքը շատ լավ է իմացել աշխարհագրության ուսուցչուհի էր, եւ այդ 60-ական թվականներին տենդենց կար, չէ, ազգայինի։ Ու տենց ինքը հավաքել է, հետո շատ տեղերից եկել են, Պետերբուրգից են եկել, գրանցումներ են արել, 3000-ից ավել նմուշ է ունեցել, թանկ արժեք նմուշներ է ունեցել։ Այն փեթակը այս տանը օգտագործել են։ Ես չեմ տեսել, իմ ամուսինս տեսել է։ Ինքը նույնիսկ կիրառությունը գիտի իր ձևով է եղել։ Այն փեթակը, կողովները, այս սրանք օգտագործել ենք։ Այս բոլոր տեսակի մաղերը, քամաղները, խախալները, սրանք այն երբ որ կոմբայնն եկել գյուղ, բոլորը իրենց տներից հավաքել բերել են թանգարանին են տվել, եւ այդտեղ շատ մի հետաքրքիր նմուշ կա, ինքը կոչվում է Տախտակ Մերանդի, երբ որ ոնց որ լրացուցիչ միջոցա ավելի մեծ ծորենի բաներ հավաքելու համար, ես ոչ մի թանգարանում չեմ տեսել, շատ տեղեր եմ գնացել, եւ այս մանգաղները, եւ այս կշերքները, հետո կոլխոզը քանդվեց, հետո ես գիտեք ոնց արդեն
որտեղ որ գնում եմ, ես կարող չհարցնեմ էլ։ Վերցնում ու բերում եմ Եղեռնի 100-ամյակի արդիվ, ես աշակերտների համար եւ իրանց հետ 100 հատ տիկնիկ սարքեցի Արևմտյան Հայաստանի, ընդհանուր Հայաստանի տարազները։ Ուզեցի ցույց տամ երեխեքին, որ աղքատ երկիր չենք կորցրել մենք։ Մենք հարուստ երկիր ենք կորցրել։ Ես աղջիկ եմ, ես ու ես էլ ունեմ երկու ես, մորտի կերակ մացի ես, համիջուն եմ լծու ես, ուստա չալ է։ Ով չի ուզի կտրիչ թավոն ավրնի, սուվրեմ փգած կար խորոված, կարմիր գինի շատանի, ուստա չալ է։ Այս ամենը հարսանեկան տեսարանն է, որտեղ որ ովքեր են եղել հարսանիքները, դե 7 օր 7 գիշեր ա տևել եւ հարսանիքներում միջոցառումներ ա եղել։ Մեր տանը մի հատ տետր գտանք եւ այդ տետրի մեջ գրված է թե հարսանիքին ով ինչ նվեր ա բերել եւ իմ երեխեքին շատ հետաքրքրեց եւ այդտեղ կպցրեցին։